Բարելույս հարգելի հետևորդներ, շարունակում ենք Genesis Armenia-ի վերջին շրջանում լավ ընդունելության արժանացած նախագիծը իրական Հայաստան առանց ֆիլտրի, այսօր հերթական կանգառ ենք ունենալու։ Հիմա, քանի որ սեզոնն է, գյուղատնտեսական սեզոնն է եւ բերք ու բարիքի, բերքառատության սեզոնն է, պիտի գնանք Արարատի մարզ, նաև սահմանային հատված, տեսնենք այդտեղ մեր համերկրացիները ինչպես են ապրում, ինչ խնդիրներ ունեն, գյուղ շրջանն է, գյուղ շրջան այդպես է կոչվում, գյուղմթերքի, գյուղատնտեսության, ամենաբերի հողերի եւ ամենաբերի շրջաններից մեկն ենք գնալու, Արարատի մարզ, ամենայն հավանականությամբ կգնանք Ավշար, ես քարտեզագրելով մոտավորապես հասկացել եմ, թե որտեղ կարելի է գնալ եւ ինչ խնդիրներ կան արդեն իսկ ուսումնասիրել եմ։ Ամբողջ օրը կանցկացնենք եւ արտում եւ մեր համերկրացիներին կօգնենք իրենց աշխատանքները կատարել։ Մի խոսքով ես պաուստային շորեր եմ վերցրել հետս, այնպես որ գնանք տեսնենք մեզ ինչ է սպասվում։ Մտանք Ավշար, Արարատի մարզի Ավշար գյուղ, որը հայտնի է իր բերք ու բարիքով եւ գյուղատնտեսական երրորդ շրջանում, երրորդ սեզոնում ունի շատ մեծ պոտենցիալ, նաեւ շուկայում է ներկայացված մեծ հարցեր։ Այստեղ հարց-փորձ եմ արել գյուղում, ինձ ուղղորդեցին դեպի մանկավարժի տուն, հիմա կոնկրետ տեղը բացատրեցին, չեմ հասկանում կոնկրետ տեղը որտեղ է, բայց մոտավորապես այսպես գնալով հասկանամ, որ մասում է տունը, մանկավարժ է եղել եւ գյուղի դպրոցի միակ դպրոցի տնօրենն է եղել։ Շատ մեծ ցանկություն ունեմ իր հետ հանդիպել, հասկանալ ինչով է զբաղվում հիմա, արդյոք հնարավոր է մեր տարածաշրջանում պոտենցիալը ճիշտ հասկանալ, ճիշտ գնահատել, ճիշտ իրացնել եւ ինչ նպատակներ կան ընդհանրապես։ Ինձ ասացին Զաքարյան Մանվել, եթե չեմ սխալվում։ Զաքարյան ազգանունը հաստատ, հիմա կգնանք կհասկանանք ով է այս մանկավարժը եւ ինչով է զբաղվում եւ ինչով կարողանանք իրեն օգնել։ Մենք Ավշարի հրապարակում ենք, այսպես ասած, Մանվել Զաքարյան, մոտենամ հարցնեմ մեկին, տեսնեմ գիտեմ թե չէ, բարև ձեզ, Զաքարյան Մանվելենց տունը կարող է իմանաք որտեղ է, դպրոցի նախկին տնօրեն է եղել, շատ շնորհակալ եմ, իմացանք, Ես առաջին տունն է, ես էլ աչքիս երկրորդ տունն է, մուտքը էստեղից է տարում, տաղա փորձենք մտնել, մենք հարցնենք էստեղ, բարև ձեզ, ֆիքսեցինք ես տունն է, մի հատ մեքենայով պտտվեմ, Արի դռան դեմը կանգնենք էլի։ Պարոն Զաքարյանը դուք եք։ Ես Աբրահամն եմ Գասպարյան։ Շատ ուրախ եմ։ Շատ հաճել է։ Շատ ուրախ եմ։
Մենք ձեզ առաջին անգամ ենք հանդիպում։ Մեկ ամեց է։ Եկանք խանգարեցինք ձեզ։ Չի խանգարում։ Ոնց կարող խանգարել։ Ձեզ նման մարդ մենք շատ ուրախ ենք։ Շատ ուրախ ենք։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Շատ շնորհակալ եմ։ Ուրեմն այս նախագծի շրջանակում սովորաբար մենք պատահականության սկզբունքով ենք գնում հայրենակիցների տուն։ Այս անգամ ինձ ճիշտ ասած ձեզ խորհուրդ տվեցին, ասացին որ պարոն Զաքարյանը մանկավարժ ա եղել, տնօրեն ա եղել, միակ դպրոցի, եթե չեմ սխալվում, չէ՞։ Ու ինձ մոտ բնականաբար հետաքրքրություն առաջացավ, որ անպայման այցելեմ ձեզ, տեսնեմ ինչով եք զբաղվում, ամառը արդեն քաղի սեզոն ա, բերքահավաքի սեզոն ա, հազար մի հատ խնդիր կա։ Ես ձեզ ինչով կարողանալու եմ օգնել, այսօր ինձ հետ շորերել եմ բերել։ Հա, բա ոնց, շորեր եմ բերել, շատ լավ։ Ինձ օգնել, անպայման։ Այո, այսօր օգնելու եմ ձեզ։ Շնորհակալ կլինեմ, բայց չեմ ուզում ձեզ նեղություն տամ։ Նեղություն ամենևին չեք տալիս։ Ամենևին չեք տալիս։ Ես ամեն գործել անում եմ, այնպես չի որ միայն ասենք մանկավարժությամբ եմ զբաղվել, չէ։ Գյուղատնտեսությունից շատ լավ հասկանում եմ, նաև ունեմ Ծիրանի մեծ այգի։ Ծիրանի այգի ունեք։ Խաղողի այգի ունեմ նաև։ Բայց այս տարի Ծիրանը ոնց որ ուշանում է, հա։ Դե Ծիրանը ձմեռը ցուրտ է տարավ, գարնան դեմ իհարկե։ Ցուրտը տարավ, Ծիրան չունեմ։ Չկա։ Մեկ, երկու տարի վրա գտնեք, թե չէ։ Լավ է այսպես։ Հրաշալի։ Եկա Ծիրանից։ Ծիրանանոց։ Ճիշտ ասած ահագին հույսեր ունենք Ծիրանի հետ կապված։ Խնդիրներ կար, գյուղաց ենք ամեն։ Բերք որ չի լինում մի խոսքով ներմուտ, ասեն խնդիր այնք։ Այս տարի մեր հույսը այդ Ծիրանն էր, որ չկա, դե ինչ անենք։ Ցուրտը Իբանով պետք է զբաղվենք։ Ցուրտը տարավ, բա ոնց եք փորձում աշխատանքները փոխել, Դե կոմպենսացնել։ աշխատանքները դե ասենք բաց չենք թողում։ Իհարկե չենք ուզում կոտրվենք այսպես ասած, հույս ունենք գալուխ տարի լավ կլինի։ Կլինի, Ծիրան կլինի։ Ծիրանանոց կտանեք ինձ։ Անպայման։ Այդտեղ գործ կանելու է։ Ճիշտ ասած այնա ես մի վերմոլ բան ստեղ մի դիր։ Վերել եմ որ ստանամ դեղ մի քանի ծառ ունեմ Ծիրանանոց մեջ, դեղտի ծառեր են եւ խնձորի։ Նրանց պետք է սրսկեմ ճիշտ ասած, բուժումներ պետք է անեմ։ Շատ են ասում, որ Արարատի մարզի բնակիչները աշխատասեր են։ Ես համամիտ եմ դրանով։ Դրա արդյունքը մենք տեսնում ենք իհարկե ամբողջ երկու մարզ կա, հա, ամենա Բերքարատ եւ գյուղատնտեսական Արմավիրն ու Արարատը։ Հա։ Ու բոլոր նրանք ովքեր նույն մայրաքաղաքի խանութներում մի փոքր հարցում եթե անեն, միանգամից կասեն, սա օրինակ Արարատի էս ինչ գյուղի Արմավիրին է, Արարատին է։ Աշխատասեր է ժողովուրդը, գյուղացին սիրում է աշխատել։ Իհարկե, գյուղացին առանց աշխատանքի ինչ։ Ում է պետք։ Բայց սիրում է աշխատել աջակցություն ստանում է։ Աշխատել որ ապրեն էլ է դա հիմնական։ Աջակցություն կա ընդհանրապես։ Չի ասի, ասենք ես փորձում եմ ուժերով ամեն ինչ կարգավորել անել, հա։ Այսինքն մեսաժը հույսը ձեր։ Իրանց ընտանիքներով իրանք են զբաղվում, ես ոչ մի այդպես բան չեմ անում։ Մենք այս ամառվա ընթացքում թորնիկներս գան այստեղ մնան։ Այս արևը մի քիչ ընդունեն։ Վիտամին D-ը։ Հա, վիտամին D ընդունեն։ Դա հիմնական մեր գործը է դա։ Անցած տարի շատ լավ բերք եմ ստացել, դե իմ ծառերը նոր են արդեն սկսել բերքի նստել, իրանք ջահել են, ասենց ասած, մեծ չեն, տարիքով ամենա 12 տարեկան են։ Ամենապիկ սեզոնը այս սեզոնն է, չէ՞։ Հա, այս սեզոնն է, դե անցած տարի ամսի, այս ամսի 11-ին ես խաղ եմ արել, Ծիրան եմ խաղը։ Բայց այս տարի համ տարին է հետ ընկած, համ էլ Ծիրան չկա։ Կոպիտ ասած Ծիրան չունենք, նոր գնացինք
Բան դաշտ գնացինք դուք ինքներդ տեսնեք։ Չկա։ Ծիրանի իրացման ռեալիզացիայի դաշտն էլ է, այսպես մեշուշոտ հայտնի չի։ Այս տարվա մասին է խոսքը։ Այս տարի հատկապես որ գյուղմթերքը, ծաղկի բիզնեսը, որ հետ են գալիս, իրան խնդիր է։ Այդ թեմաների մասին Արտադրելը մեկ խնդիր է, յուրացնելը մեկ այլ խնդիր է։ Գյուղացին ժամանակ առ ժամանակ կանգնում է այդ խնդրի առաջ։ Հիմա անցած տարի այդ խնդիրը այտենց չզգացինք մեր վրա, շուտ։ Դե քիչ է ծիրան, ասենք մի 3 տոննայի չափ են հավաքի անցած տարի, բայց կարողացանք վաճառել մի խոսքով։ Ներսում եք իրացնում։ Դե ֆորելին էլի տալիս են, որն էլ ասենք որ մնում է այն չէ շուկային։ Մի 2-3 անգամ լավ է։ Իսկ մթերումները ոնց են այս տարի։ Այս տարի տեղյակ չեմ ճիշտն ասած, չեմ հետաքրքրվել, քանի որ ծիրան չունեմ։ Դուք ինչով եք զբաղվում բացի ձեր ամուսնուն օգնելը եւ այս փոքր տնտեսությունը։ Ես դպրոցում եմ աշխատում, գրադարանավարուհի եմ։ Այդ նույն դպրոցում, որտեղ որ Մավիլ աշխատել է տնօրեն։ Հիմա շարունակում եմ աշխատանքս միևնույն ժամանակ շախմատ եմ պարապում եւ տեխնոլոգիա։ Վայ, շախմատ։ Մենք իրար հետ շախմատ կխանանք այսօր։ Հնարավոր է։ Հրաշալի, տարում տեսար ես ինչ։ Ինձ դուր չէին ասել Զաքարյանից տուն գնա, հենց այնպես։ Բայց մի պարծա կխանանք իրար հետ շախմատ, բայց նաեւ քանի որ դուք գրադարանավարուհի եք, ես գրքերի հանդեպ ունեմ անհագուրց սեր, այսպես ասեմ։ Մի փոքր ձեր գրադարանի մասին էլ խոսենք։ Աղքատի գրադարան ունենք, որովհետեւ գյուղը Նույնիսկ գյուղը 91 թվից, կարելի ասել 89 թվից այդ գյուղը լրիվ բնակչությունը ադրբեջանցիներ լրիվ։ Ու գյուղը կոչվում է Շիդգու, ինանունը։ Հիմա Եղեգնավան 89 թվից մի խոսքով կարելի ասել դարձավ հայկական։ Ադրբեջանցիները գնացին, Ադրբեջանից եկածները փոխանակեցին տները, առան եւ այլն գյուղը Ռուսներից գնացածները ամբողջությամբ իրենց հատուցումը ստացան։ Իհարկե ստացան։ Շատ են խոսում այսպես կոչված 300,000-ի վերադարձի թեմայի մասին, նաեւ պարոն Զաքարյանը այստեղ շատ հետաքրքիր փաստ նշեց, ուրեմն չի եղել Get մեկ դեպք, որ Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքում ապրած Ադրբեջանի խորհրդային հանրապետության որևէ ազգությամբ կամ էթնիկ որևէ ադրբեջանցի, որ ապրել է Հայաստանում եւ 80-ականների վերջ Արցախյան շարժմանը զուգընթաց եւ անկախության դարաշրջանին մոտ այդ տարեթվերին, որ այստեղից տեղափոխված լինի Ադրբեջան եւ հատուցում ստացած չլինի իր գույքի, ինչքի, սեփականության վերաբերյալ։ Չի եղել նման որևէ դեպք։ Ինչպես պայմանավորվել էինք գնում ենք պարոն Զաքարյանի ծիրանանոց, այդտեղ սրսկումներ ենք անում, լիքը գործ կա աշխատանք անելու, շորերս փոխեցի, որ համակերպվեմ եւ մթնոլորտին եւ աշխատանքի բնույթին, այս աքսեսուարները բնականաբար դրանեմ ակնոցս եմ անելու, այնպես չի որ ակնոցով պիտի գործ անեմ, գլխարկ պարտադիր, որովհետեւ սաստիկ արև է, կեսօրն է, այսպես Դնեմ սա, գնացինք, դաշտը ծիրանանոցը ստեղից ինչքան հեռու է, 1 կիլոմետր կես, ոտքով գնալու չի չէ, շոք են, գնանք եկեք, դե գնանք մեքենայով, ես պատկերացնում եմ դուք
Այս սեզոնին քանի անգամ եք այս սրսկումներն անում։ Դե հիմնական տրակտորով ենք անում։ Հա, Բայց կարելի որ բեր չկա, հա։ Ձերքով։ ձեռքով, հա, ձեռը տալիս։ Դե եկեք ուրեմն այս մեքենայի մեջ դրենք այս սրանք երկուսն էլ բեռնախցիկում։ Գնացինք։ Տարոն ջան, արի։ Գնացինք։ Արի գնանք տեսնենք ինչ ծիրանանոցի մասին է խոսքը։ Դուք վստահաբար տեղում ավելի լավ եք զգում պուլսացիան, էլի։ Տեղում ավելի լավ գիտեք նաև տենդենսը այդ իմաստով։ Դուք ստեղ օրինակ Ավշարը, հետո Վեդինա, Էսայնա ինչ պոտենցիալ ունի, ինչ կկարողանաք դուրս բերել արտանել։ Հիմնական գյուղմթերք, չգիտեմ, չրանոցներ, որ իրենց արտադրանքը կարողանանք օրինակ ստեղ ենթակառուցվածքները ստեղծել։ Կամաց զարգացնում են ներկա։ Դե տեսնում եք, հաշուձախներից Այո։ առանց Իրանը եւ վերքատուցանը։ Ահա։ Շատ լավ կլինի։ Շատ լավ կլինի, որ ճանապարհը բաց լինի, որովհետեւ ուզում են ճանապարհը բաց լինի։ Բայց ճանապարհը բաց լինի, եթե ենթակառուցվածքներ չկան։ Այս քարն էլ արտահանել էլի Հայաստանի համար շատ մեծ բյուջեն փող կբերի, ասած 30 մանրներն են մեր Ավշարի։ Մի քիչ էսա վերջի մասը մեր 44 օրյա պատերազմի զոհված տղաներն են, մեր հերոս տղաներն են։ Ճանաչում եք տղերքին։ Իհարկե, 10 տոս մոտիկ ընկերն է։ Գեղամանկերոջս տղեն է։ Կոչումով զինվորական եղել, սպա եղել։ Արտյոմը մեր հարազատ տղաներից մեկն է, Կամավոր են մեկնել։ կամավոր։ 81 թիվ, 94 թիվ, 89 թիվ։ Դերև երիտասարդ։ Եկեք պարոն Զաքարյան, Ես միանգամից կհակնեմ այստեղից։ հակեք։ Տարոն ջան, ուրեմն պարոն Զաքարյանը սովորացրեց, որ սրսկելուց ջղից սկսում ենք մինչև տերևներից, մինչև ճյուղ։ Ես պրծավ ջուրը։ 30 լիտր ջուր փաստորեն սրսկեցինք։ Այս ընթացքում մոտավորապես 40 րոպե տևեց։ Հիմա տեսնենք մի հատ պարոն Զաքարյանին հարցնենք, եթե լրացուցիչ էլի տեղերը բերել է իր հետ, էլի վերցնենք, որովհետև երկու ծառա մնացել ընդհանրապես։ Ամ եթե չհասցնենք, ինքը կա սրսկի։ Գնացինք, պարոն Զաքարյան։ Տարոն, գիտես ինչ եմ մտածում։ Նայ, հետաքրքիր բան ասեմ, ինքս։ Ես ինքս մանկուց փոքր տարիքից շատ եմ արշավների մասնակցել, շատ եմ բանակումների մասնակցել, լուրջ ռազմական նաև։ Ու ինձ միշտ գյուղերում ա եղել հիմնականում։ Ինձ միշտ մի միտք անհանգստացրել, որ արդյոք ի վերջո քաղաքում նստած կամ որոշում ընդունող կաբինետում, այսպես ասած, նստած մարդը արդյոք զգում է կամ գիտակցում է գյուղացու տանջանքի չափը, մասշտաբը առհասարակ։ Սիրելիներս, իրապես ասեմ, այն աշխատանքը, որ հայկական գյուղը, հայի գյուղը կատարում է, հայկական եմ ասում, որովհետև մնացած մեր ազգային փոքրամասնություններ մեր եղբայրներն են
գյուղերում ապրում եւ ստեղծագործում եւ ստեղծում առհասարակ։ Ինչ թվում է ինչ որտեղ չեն զգում։ Մի օր անցկացնում ես այստեղ հասկանում ես թե մարդկանց առօրյան առավոտից գիշեր սա ոնց են իրենք խոտի հետ, քարի հետ, քամու հետ, անձրևի հետ, կարկուտի հետ կռիվ տալիս ու կերակրում քաղաքին։ Այսպես միտքեր ասեցի։ Այսքան որ խնամում եք։ Օրինակ եմ ասում, մի հեկտար տարածք է։ Մի հեկտար տարածքի վրա կես հեկտար, հա, 5000 մետր է։ Կես հեկտարի վրա քանի ծառ եք տնկել։ Ծիրանի կոնկրետ։ Ես տնկել եմ 75 ծառ։ Բերքի ինչքան եք ստանում։ Դե բերքի անցած նախանց Միջինացվածի մասին է խոսքը։ Տվել է մի 3-400 կիլո առաջի բերքն է եղել։ Անցած տարի մոտ մի 3 տոննայից ավել է տվել։ Այս տարի պետք է ավելի շատ լիներ, մի 8-7 տոննա պետք է հասցնել։ Իսկ նա ցավոք սրտի։ հա։ Սուրտը տվել, ավելի ծուրի։ Այս տարի հույս չունեք ծիրանից։ Հույս չունեք այս տարի ծիրանից։ Այս տարի փրկավ, ի՞նչ ծիրան։ Ծիրան իմանալին ես շղեր այսպես են։ Վերքից։ Իսկ դեղցը, դամբուլը։ Վերքը կա կարելի ասել։ Հա։ Այս այսի Սա դեղց է։ Իսկ դամբուլն է։ Հա։ Այդքան էլ լավ չի վերքը։ Կա վրեն, բայց Էսա երևում է, հա, որ կա։ Պարոն Զաքարյան, չեք հոգնում։ իհարկե հոգնում ենք արդեն։ Հոգնում ենք արդեն։ Օրինակ ինչ նորություն կուզեիք։ Ինչ նորություն կուզեիք ձեր այս գյուղատնտեսական առօրյայում մտներ։ Նորությունները տեխնիկան է հիմնական, որ ասենք նա հիմա խոտ քաղելու պահ, Ահա։ ծառերի մեջ քաղող բան չունենք։ Տեխնիկա չունենք գյուղում։ Հոգար ասենք տրակտորները, չգիտեմ ձեռի են կասիկաները։ Հա։ Այդպես բաներ որոնում է գործը հանգիստ դառնում է կամ գերենդի կամ այնտեղ։ Բայց գերենդիով անող կա հիմա գործ։ Ես էլ մեկ բերում եմ հետս, համ դրիկն եմ բերում, համ գերենդի։ Ահա։ Բերում եմ, դրիկից որ հոգնում եմ, կամ դրիկին պետք է այդքան երկար չաշխատացնես էլի։ Մեկ քանի ծորել սենց ասած ձեռով են քաղում։ Տարոն։ Այս մի հատ նկարի էլի խնդրում եմ։ Արցախը հայկական է, այս Genesis-ի բանն է մեր։ Մի հատ տեսնենք ով է այս վարորդը։ Մենք 2022 թվականին ենք այս ստիկերները հրապարակել։ Դեռ մինչև Արցախի հանձնումը, ոչ թե Արցախ Հայաստանը եւ վերջ այդ արկածախնդիր հայտարարության հետքերով, այլ որ Արցախը իրապես հայկական է, եղել է եւ մնալու է, բնականաբար կանխազգալով այն աղետը, որ գալու է Արցախի գլխին։ Մի խոսքով շատ հաճելի անակնկալ էր, ստացվում է, որ շատ ներողություն մենք միշտ բողոքում ենք, մենք միշտ ասում ենք, որ սա չկա, դա չկա, բայց ովով գոնե գյուղում ապրող ավելի լավ գիտի։ Տեսությամբ չեմ զբաղվում, բայց գյուղացու հոգսով զբաղվում եմ, տեսնում եմ հարևան, բարեկամ, հարազատ, ընկեր, որ զբաղվում են դրանով, պետական մոտեցում չկա։ Պետական մոտեցում, եթե պետությունը կարողանա, ասենք, գյուղացու մթերման խնդիրը լուծի, ոչ թե անհատներով գան իրանք իրենց գինը պարտադրեն, թելադրեն, պետել են ապրանքը չի, որ ասենք, հա, թողես ասես, լավ, քեզ չեմ տալի 3 օր հետո ուրիշին կտամ, 3 օր հետո։ Բայց դա ազատ շուկա է, չէ՞։ Ազատ շուկա է, բայց դու պետական ուրեմն պետք է համակարգի, ոչ թե թողն ինչ-որ մեկի քմաճույքի, որ ինչ գին ուզենա, այդ գնով սահման։ Տիկին Զաքարյան, որպեսի մի հատ բացատրենք մեր հետևորդներին։ Հիմա ես պետք է ասեմ Այս բացատրեք, էլի, այս ինչ էր ի վերջո։ Չորաթանը հասկացանք։ Խմորը հասկացանք։ Այ հիմա սոխարածը պիլեցնեք վրան, հետո եթե ես թանը ցույց տամ։ ցույց տուր, քո տատին է, տատի սովորացածն է։
լցում ենք։ Լնա։ Հենց։ Դուրասի Նայած- ոչ թե Չէ, ես ցույց տամ, հետո մարդ կա, որ ինքը իր ճաշակով կանում։ Մի փոքր սա խառնում եք ու սկսում եք ուտել։ Բայց ես սիրում եմ ուսանից շատ խաղը։ Ես կարող է թաթար բորակի նման մի բան։ մեր տատին Շատ հնարավոր է, շապշատինից ինք ասելա խանգյալ։ Ես մի հատ փորձեմ։ Մի հատ տեսնեմ ինչ համա։ Յոգորտ։ Չէ։ Մենք Սխտորել կա։ Հա, բավական։ Այս չորաթանի մեջ ճամպարնա սխտոր ենք լցնում։ Շատ հետաքրքիր համուներ ասեմ ձեզ։ Մոտ է, թաթար բորակին մոտ է։ Ալա։ Սերն եմ գնացի մարուն։ Արի, Տարոն ջան, արի։ Արդու էլ փորձի։ Սխալ խաղաց։ Ինչի ախպեր։ Առաջինը արքան, արքայական քայլը։ Ապալվեց։ Դուք փաստորեն երեքում մի դասարանց եք եղել։ Հա։ Որ թվականից։ 70 գնացել ենք, 80-ն ավարտեցինք։ 70 թվից մինչև մա իրար հետ եք։ Մինչև հիմա։ Այս։ Այս արդեն 56 տարի։ 56 տարի ընկերություն եք անում։ Այս կոնյակից հին եք, էլի։ Հա, ցավոտանում։ Այդ ո՞նց է մնացել այդ ընկերությունը։ Մենք իրար եթե շաբաթը երկու անգամ չտենանք, գոնե գիվանդանանք։ Մեր մեջ այդ մտերմությունը շատ կապված է։ Տիկին Զաքարյան, դուք էլ եք, չէ՞, դասարանցի եք եղել։ Երևի 90%-ը պատճառիքն է։ Որից հավաքում է, հա։ 56 տարի փաստորեն իրար հետ սովորել եք, իրար հետ ապրել եք մեծ հաշվով։ Ուրեմն 10 տարի իրար հետ սովորել ենք, Շատը խավոր սաներ են կերել։ 1 տարի գնացել ենք 7 հոգով, Մասիսում ավտոգործի ուսում արա։ Այնտեղ միտեղ էլի նույնձևի ընդեն մնացել։ Բայց Զաքարյանը ստեղ չէր։ Ինչ հիշողություններ Մենք կան, լավ Երևան հիշողություն, շատ, ասեք, մի հատ դպրոցից մի լավ հիշողություն ասեք։ Ձեր երեքին վերաբերող։ Դուք փաստորեն երբ եք սիրահարվել Տիկին Սաթենիկին։ Դպրոցից։ Երբ, որ տարիքում։ Արդեն չափავს մարդիկ են։ 10-ի որ ասում եք, 12-13 տարեկանից։ այդ ժամանակվանից դուք իրանց Իրար ձեր բռնեցինք, այտենց գնացինք փայլուն ապագան, չէ՞ որ ասում։ եկել է այդ ապագան։ Բերեցինք, չեկավ։ Դե մենք ամեն տարի մեր դասային տղաներով ժամանակ առ ժամանակ էլ նաև աղջիկներին էին հավաքում։ Բայց այդ տարին մենք գնացինք դասային տղաներով։ Մեր սեփական մեքենաներով առանց ամեն ինչ գնացինք Խոսրովի անտառը, ասենց ասեմ, որ դուք իմանաք։ Դե գնում էինք այն բանը, որ պարտադիր մի օր պետք է Հիշել հիշել ենք։ ընդեն։ Անում էինք։ Դե բնական է, հավաք գնում ենք տղաներով, հետներս ամեն ինչ տանում ենք, շախմատ, շաշկի, ֆուտբոլի գնդակ, կարտ եւ այլն եւ զբաղվում ենք։ Մեր այս Արազնել, Միրզոյան Արազը դե այն ժամանակ խմելու ծերուն էր, շատ էր խմում։ Հա։ Հիմա չունի։ Հիմա չէ, հիմա չունի։ Հիմա խելքը գլուխ էլի։ Հա։ Այդ տերիտորիան, որ մենք գնում ենք Խոսրովի անտառի մեջ։ Մի հատ ես սանիկ ունեի, այդտեղ պահակ էր ինքը, անտառի։ Երկու ծառի արանքը մի հատ կարավատի սետկա էր դրե, մեր ամենալավ քնելու տեղն էր։ Այդ օրն Զով։ հա, շատ, սարերի մեջ, անտառի մեջ, գետի խշշոցը։ Մի խոսքով, այդ օրը մենք դե խմանք, խաղացինք, էսյանեան, մութը տվելա, այս Արազը մի քիչ ճարբիկ գտնվավ այդ օրը։ Գնաց այդ կարավատը իրանով արեց։ Դե, արեց։ Մենք էլ տղաները մտածենք ինչ անենք, սրա գլխին ինչ խաղանք, մի խոսքով։ Այս մեր ընկերը, որ պահակ էր Խոսրուն, էշ ուներ, ավանակ։
Գնացինք այդ ավանակին բերինք Արազին մոտ։ Կարավատի մասենց կա, փրված ցած քնած է ինքը, մեր ախպերիրա հավեսին, Քեշնուն հազարա։ ի 70-80 մետրանոց բան ուներ, պարան ուներ, չվան, այդ մեր ընկերը։ Այդ բերինք այդ շինես մռութի տակաժներից բանից ցենց, կապեցինք այդ խեղճ կանբուդի ցույց տա։ Հա, գլը դու լավ ես իշում, դու ցույց տուր։ Մի խոսքով, ես ախորտը զլմիացած է։ Մի խոսքով, այդ խեղճ էշինը նենց էին կապեցին։ Մռութը դուզ Արազի էս դնչի վրա։ Հիմա էս դե կապեցինք այդ խեղճ էշը, հա, էսյան այսա մենք անեն, չի կարում դե գլուխը նենց են կապել բաներից, ծառի այդ բներից, այդ սետքից։ Մի խոսքով այդ բանը էշը չի կարում շարժվել, էսյան է։ Մեկ էլ զգում ենք, որ արդեն այնքան մոտիկ են շնչում իրար։ Էշի այդ քունքերից արդեն կաթոսներ է, այդ կաթոսներից Արազը զարթնում է։ Զարթնում է ինքն էլ շատ օղբատ տղա է, հալբատ այսօր բեր ենք ստել։ Մեկ էլ աշկերը բացում, ասում ես ինչ ասվոր ջան։ Սելքը գա, մեկ էլ ասում է, արա գեղամ ես ինչ ես անում։ Գեղամն էլ մեզ դասարանից է, էլի մեր հետ է։ Արա գեղամ ես ինչ ես անում։ Անցած տարվա ստատիստիկան եմ նայում, վիճակագրություն եմ նայում ամուսնալուծությունների Հայաստանում։ Ցավոք պիտի ասեմ, յուրաքանչյուր 4-ից 1-ը ամուսնալուծում է։ Այսինքն սա աղետ է, սա ողբերգությունը, ընդ որում այդ 4-ից 1 ամուսնալուծումը 1 տարի չամուսնացած կամ ամուսնության 1 տարին դեռ չլրացած։ Ու ես կուզեի նաև ձեզ որպես եւ մանկավարժների եւ կյանքի փորձ ունեցած մարդկանց, կենսափորձ ասածը հենց սա է։ Կես դար գրեթե ամուսնական կյանք, միասին ճանապարհ անցնել, միասին հոգնել, միասին ստեղծել, միասին կարողանալ 2-3 խրատ խորհուրդ չեմ ասել։ Գիտեք Ինչ կփոխանցեք։ Եթե ես հենց հիմա, այսինքն ոչ թե հենց հիմա, ընդհանրապես որ խոսում ենք, զրուցում ենք, որ ես իմ փորձը, իմ կյանքը որ ասում եմ, իրանց թվում է թե հեքիաթ է եղել։ Չեմ պատկերացնում։ Բայց ես միշտ էլ ես եմ ասում, որ պիտի անպայման փոխադարձ հարգանք լինի ուստեր։ Ինչ նպատակներ ունեք կյանքում։ Ինչ նպատակներ։ Մեծ նպատակ, առօրյայի մասին չեմ ուզում խոսել։ Թող երեխաներս ապրեն առողջ, խաղաղ, որ ես հանգիստ լինեմ։ Եթե գնում եք, մասնակցում եք X ակնկալիքների, այսպես համախումբ է։ Հետո փոխվում է իշխանություն կամ վերարտադրվում է, այդ էական չի։ Այդ մարդիկ գյուղի մեջքով են նայում, թե հետո իրենց տված խոստումների հետևից գալիս են հալաշարակ։ Ես կասեի շատ քիչ տոկոս է։ Այդքան իրանց խոստումների հետևից որ գային, հիմա գյուղերը ծաղկել են, քաղաքը ծաղկել է, ամեն ինչ իրա տեղեր են։ Բայց այս ակնկալիք ունեք, որ ինչ-որ բաներ կփոխվեն ձեր կյանքում, առօրյա ձեր կյանքում, սպասելիքը կա։ Իսկ գյուղում ընդհանուր տրամադրվածությունը ո՞նց է, մարդիկ ուզում են փոփոխություն։ Ընդհանրապես։ Ոչ եմ ուզում։ Այսօր բոլորն են ուզում են, որ լավ ապրեն, ուզում են բարգավաճեն, ուզում են ծաղկել։ Ինչ եմ ասում, որովհետև ես օրինակ եղել եմ գյուղերում, երբ ես հարցը տվել եմ, որ ձեզ հետաքրքիր է ընտրությունը ընդհանրապես կամ ձեր ապագա ղեկավարությունը ձեզ հետաքրքիր է, ինչ որակների կլինի, ինչ նպատակներ կունենա, ինչ խնդիրներ։ Օրինակ մի գյուղում եմ եղել, որ ասեմ ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ հրաշալի է, մենք որևէ բան փոփոխություն չենք ուզում։ Չէ, որ ասեմ լրիվ նորմալ է, նորմալ չի։ Բաներ կա, որ պետք է ավելի լավ չի, լավ չի։ Քեքինսատնից։ Ես ավելի շատ մարդկանց հետ որ շփվել եմ, ես վերջում մանավանդ մի քիչ մտավախություն մեջ կա, որովհետև ժողովրդի մեծ մասը ոնց որ այլ կերպ մտածի, չի մտածում հարևանը կապրի թե չի ապրի։ Այսօր իմ տանը թող լինի, մնացածը ոչինչ։ Ես տենց եմ հասկացել։ Այդ եսակենտրոն մոտեցումն է։ Ես շատ մարդկանց տենց եմ զգացել, ու մեջս ոնց որ մտավախություն լինի։ Իսկ ես օրինակ երբեք տենց չեմ մտածել, ես միշտ մտածել եմ, որ բոլորի համար լավ լինի։ Անտուն չմնան, սոված չմնան։
Հասնում ենք Քաղցրաշեն։ Պարոն Զաքարյան, Քաղցրաշեն ճիշտ եկան, չէ՞։ Իհարկե, մեր ընկեր Հունանես գյուղն է, որ հիմա պետք է գնանք իրանց տուն։ Ես էլ Քաղցրաշեն։ Ես ինչքան գիտեմ, այս գյուղը լավ հայտնի է մրգերով։ Այո, ինչքան շատ համեղ գիլասն էլ է լավ։ միրգ ունեն։ Պարոն Զաքարյանին, որ առաջարկեցին, ասաց, որ դուք այստեղ դեռ չքաղած բերք ունեք։ Ես ասացի գալիս եմ ձեզ օգնելու։ Բերքավակի։ Այո, բերքահավաք։ Շատ ուրախ եմ։ Ծառերը սրսկին։ Իր հետ գնացել ենք իր ծիրանանոց, ծառերն ենք սրսկել մոտ մի ժամ։ Շատ հաճելի էր։ Մոդել բերքավակ երևի։ Հա, ձեր մոտ էլ բերքահավաք անենք։ Ուզում եք առաջանանք մի հատ տեսեք։ Տեսնենք, հա, իհարկե։ Այս սևը, այս մետերսու։ Անա փորձի։ Երևի մի 5-6 ծառ ունենք։ Այս ծառները կլինեն, Միան գիլաս։ չէ, գիլազ ունենք, խնձոր ունենք, նուռ ունենք, սալոր Դե ունենք։ նորը հիմա չի հասնում։ Հա, չէ, տեսականիներ Հա։ եմ ասում ինչ ունենք։ Էլ ինչ ունենք։ Ձմռնուկ տանձ ունենք, Ահա։ դեղց ունենք։ Էսի մեր սեփականաշնորհված տանդեմի հողն է, բայց Ահա։ հողամասում էլ առանձին սեփականաշնորհմանը ունենք։ Հասկացա։ Սերկեֆիլ ունենք ահագին շատ, սալորի Մթերում եք։ Մթերումներ հա ամեն տարի արել ենք, գիլազնել ենք ամեն տարի միշտ արել, հələ այս պահին ոչ մի տեսակի շարժ չկա, տենց, արդեն դե գիլազը հասել է, մի տենց Օրինակ բանում Ավշարում ծիրանանոցներով որ ման էին գալիս շրջում էինք ցուրտ այս տարի տարել է։ մեզ մոտ էլ է շատ վատ ծիրանի վիճակը, որտեղ գարնան այս անձրևները շատ խանգարեցին։ Բա որն է այստեղ գյուղացու կամ գյուղատնտեսությամբ զբաղվողի, այգեպանի, ֆերմերի, այսպես ասեմ, խնդիրը որն է գլխավոր։ Մենք անդադ բողոքներ ենք լսում, անընդհատ, որ սա չկա, ջուր չկա, չգիտեմ, իրացման հնարավորություն չկա, մթերումը ցածր գնով են վերցնում։ Դե մթերումը ընդհանուր ասենք այդ ֆուրերը, որ մթերում են, բնականաբար գյուղացին ուզենալի է թանկ վաճառի։ Դե աշխատել է։ Հա, իրանք էլ ուզենալի են մի քիչ գոնե հարմար գներով տանեն։ Հարմարվում ենք։ Հա, այնպես որ հարմարվում ենք այդ ընդհանուր գնային մոմենտներով, բայց դե օրինակ անցած տարի էշաները հակին ամբերքավակը ձեռ չէր տալի։ Բան որ ուժը շատ թանկ է։ Այդքան բերքը չի կարողանում ինքը քաղել։ Բայց մեր մարել խնդիր ասում ենք ավելի լավ է թոմանա ծառի վնեմ։ Դուք Քաղցրաշենից եք փաստորեն, ամեն օր գնում գալիս եք։ Այստեղ եմ ծնվել եւ հետո արդեն սովորել համալսարանում։ Ահա։ Ու հենց այդ շրջանից սկսված ամեն օր Բանասերեք մասնագիտության։ Այո։ Բանասերեք։ Հրաշալի։ Հիմա նաեւ ասպիրանտուրայի վերջին կուրսը կավարտեմ նորից նույն մասնագիտացմամբ, բայց արդեն արևմտահայերենի ուղղվածությամբ։ Չի կարող պատահել։ Ձեր սրտով են խոստով։ Արևմտահայերեն։ Այո։ Ի սկզբանե հետաքրքրության շրջանակս ի սկզբանե էլ արևմտահայերենի ուղղությամբ էր, որովհետև սրանով նաև սա պայմանավորված է երևի թե նաև արմատներով։ Հա։ Տարոն արի, այստեղ լուրջ խոսալու թեմա կա, քանի արևմտահայերեն ինձ կներեք, էլի։ Ծագում ես եւ արմատներս ինձ այնուամենայնիվ միշտ ուղեկցում են։ Որտեղից եք արմատները։ Ես իմ եւ մայրական եւ հայրական տատիկ-պապիկները գաղթել են Վանից, ես Վասպուրականցի եմ Զտարյուն։ Ես եմ մշեցին։ Մուշ եդեսյա։ Եվ ես իրականում երբ փոքր էի, շատ աշխարհայացքը, պատկերացումները,
դերևս այնքան լայն չէին, որ ես կարողանայի հասկանալ, բայց այդ կոլեկտիվ անգիտակցականը միշտ ինձ հետ էր, որտեղից եմ փնտրտուքներ, Մտանք Պապիկիս Յունգի գրած- դաշտ, հա։ Պապիկի գրադարան եւ այդպես սկսվեց։ Արեմտայրեն մեջ փաստորեն ուզում եք խորան։ Այո։ Ինձ հետաքրքրում է, որովհետեւ Որ գրոնը ամենաշատը դու գալիս։ Մի ստեղծագործությունները։ Միսակ Մեծարենցի անանձնականությունը շատ եմ կարևորում, որովհետեւ դա մեզ հենց հիմա եւս պետք է ու շատ արդիական է։ Մասնակցելու եք այս ընտրություններին։ Իհարկե։ Այսինքն երիտասարդության շրջանում կա այդ փոփոխությունը անելու կամ ընտրությունը ոչ միայն քաղաքացիական պարտք դիտարկելու, այլ նաև որպես պատասխանատվություն։ Ես կարծում եմ, որ դա նույնիսկ վեր է, քան քաղաքացիական պարտքը։ Դա իմ պատկերացումն է եւ դա իմ տեսլականն է ապագայի վերաբերյալ։ Մենք գնանք, մեր բերքը մեր հետ ենք տանելու։ Ձեզ ոնց հարմար է։ Մենք վեր ենք կենում հիմա այստեղից, Տարոն ջան։ Հոգնեցիք չէ, շատ ես աշխատել ես որտե։ Ահա որ նոր սկսվում աշխատանքը գնալու ենք Օղիթոր ենք պարոն Զաքարյանին ստանա։ Ինձ խոստացել են իմ ամենա սիրելի հատվածի հետ հանդիպում, երիտասարդների հետ հանդիպում, ես ուշքս գնում եմ երիտասարդների հետ զրույցների համար, գնանք։ Գնանք։ Այստեղ լիքը երիտասարդներ են հավաքվել։ Ես ուզում եմ նախ պարոն Զաքարյանին շնորհակալություն հայտնել ես ուշ ժամին, ժամը 10-ն է գիշերը, բայց այլ եմ որ ասում բոլորը հավաքվել են, երիտասարդներով եկել են, քիչ իրանց էլ լսենք, էլի։ Ես գյուղում գտա իմ անվանակցին Աբրահամին։ Կան տարեկանացական։ Աբրահամը գիտես չէ, ինչ ժողանում է։ Քիչ կա, բայց ինչ ժողանում է։ Արմանը 15 տարեկան է, եւ Զավեն։ Իհատ անպայման իրեն ցածրենք հիմա իրենց հետ էլի տղերք են գալու, իրենց հետ նստելու ենք երկար ժամանակ անցկացնենք, գիշերը մեր առջևում է դեռ։ Արմեն ջան, գյուղի երիտասարդության նպատակները ես այսպիսի բան եմ նկատել, միշտ անձայրացիր են երկու պատճառով, ի տարբերություն քաղաքաբնակի, ես ոչ թե արհեստական հակադրություն եմ ուզում ստեղծել, ես ուզում եմ հասկանալ ինչի արդյունք է դա, ինչի հետևանք է, օրինակ իմ ուսանողական տարիների, ես լավ հիշում եմ, հարակից կուրսերում նաև մեր կուրսից, շրջաններից կային շատ ավելի նպատակասլաց, շատ ավելի կամային բարձր հատկանիշներ ունեցող եւ իրենց նպատակի հետևից գնացող տղաներ ու աղջիկներ, քան մայրաքաղաքի բնակիչները։ Օրինակ դու դա ինչի կվերագրես։ Շատ բարդ հարց է։ Շատ բարդ է, որովհետև ստեղ ես հիմա ինչ ասեմ, կթվա որ քաղաքաբնակներին փորձում եմ բան անեմ, բայց Ոչ թերագնահատելու հարցը ոչ բան, այստեղ այդ փաստ, հարցը որին չկա, առնչվում ենք։ այստեղ այդ հարցը չկա, այստեղ մի քիչ ավելի ոնց որ տոհմիկ մտածելակերպ է մնացել է։ Տոհմիկ մտածելակերպ։ Հիմա ասում են այս մարդը Վալերի Զավենն է։ Երևանում կարող ասեն
Հովանեսյան Զավենն է, բայց ասում են Վալերի Զավենն է, կամ էս ինչի թորն է, էս ինչ ազգից է։ Այդ որոշակի առումով մի քիչ էլ բեռ է, էլի այդ երիտասարդի վրա։ Պատասխանատվությունն է, որ ինքը մենակ իր համար չի ապրում, մենակ իր քայլերի համար պատասխանատվությունը մի քիչ ավելի լայն շրջանակի համար է։ Քանի որ շփման շրջանակները, ստեղի ու քաղաքի մեջ, չեմ ասում շատ վատահագին տարբերություն է, էլի։ Այսինքն այդտեղ մեծամասամբ մեկը մյուսին ոչ լիարժեք, բայց ճանաչում է, ճանաչողության խնդիր կա։ Նա կարող է հարևանին դա այս ճանաչի, բայց այդտեղ ուրիշ ձև է։ Հետո մեր պապենական փոխանցված գաղափարներն ու մտքերը Կենտրոնում ոչ թե չի ճանաչում Երևանի, այլ չեն էլ ուզում ճանաչեն, այդ է վտանգ։ այդ գաղափարները, որ հնուց փոխանցել են մեզ, այսինքն ազգ, պատիվ, հարգանք, շնորհ, մեկը մյուսին փոխանցելու, մեծին հարգելու, չեմ դեռ չկա։ Ստեղի մեջ ներդրված այդ գաղափարը այնքան կայուն է, որ մի թեթև սխալ կամ չնչին շեղվելու հարցում Ինչն է տակ բան, այդ հասանքը տեղ, որովհետև ինձ մեծ է եղել։ Ես իր ամանտակ մեծացել եմ։ Ես իրան ճանաչել են շատ։ Հիմա փոխանցել է ինձ։ Ես պիտի կարողանամ պահեմ այդ ամբողջը։ իմ մասնագիտության բերումով ես չեմ կարող օբյեկտիվ չափանիշներից դուրս գալ, եթե իրական արդյունքի պիտի հասնենք, էլի։ Ես օրինակ գիտեմ, որ այդ հարաբերությունները ինչի մասին որ ասում են։ Ջերմ պահելու, տաքուկ պահելու շատ ավելի մեծ նախադրյալներ կան գյուղում, քան մեծ պոլիսում, այսպես ասեմ, հա, մեծ քաղաքում։ Քաղաքի շարժն է ուրիշ, տրամաբանությունն է, կյանքի փիլիսոփայությունն է ուրիշ, հերքն է ուրիշ, վազքն է ուրիշ, տեմպն է ուրիշ, ամեն ինչն է ուրիշ։ Գյուղում այդ ամեն ինչը տաք պահելու ուրիշ սենց ոնց ասեմ ասեմ հնուց եկած բնազդային փոխանցումով է դա տեղում։ Սենց մի քիչ կոպիտ է, հալի, բայց դες է, բնազդով է դա փոխանցում։ Ամոթ զգացողություն, ամոթ հասկացողություն է։ ամոթ խացություն, ահա, ես գեներացիա, որ դա ինքնդ ինքան քեզ բերում է, որ դու հետի պիտի պահես, դու պարտավոր ես պահելու։ Եթե դու չպահես, քո ես քեզ եկածող, քեզ հաջորդող սերունդը դա չի պահելու։ Այդ երասերնդի մասին Արման ջան, որ խոսում եք Արմենը, հանգիստ դու կարող ես արտահայտվել, դուք երասերունդ եք ապրում, այո, պապի տատի հետ եք ապրում, այո, շատ ինչ ես սովորել դու պապից, ինչ ես ստանում իրենից, ինչից տեսել եմ, այսինքն պապան էլ ազգային է, մշակութային է, հարգանք, ինչ ուղղվածությամբ կարելի է ապագա ստեղծել։ Եկանք ամենակարևոր տեղը։ Դու հիմա որ դասարանն ես։ 9-րդ։ Փոխվում ես 9 թե փոխեցի 10։ Փոխվում եմ 10։ Փոխվում ես 10։ Դու փոխվում չկա։ Ինչ ես ուզում դառնաս։ Այսինքն կա այնպիսի մասնագիտություն, որը քո սրտով է կամ կան առարկաներ, որտեղ դու ավելի լավ ես քեզ դրսևորում, քան վիճառականները։ Որտեղ հիմիկվանից ասել, որ ես ուզում եմ սա քո տարիքն էլ են տարիք չի, որտեղ անընդհատ փոփոխական է։ Դե իրականում որ նայում ենք գյուղի հնարավորությունների մեջ պատկերացումները ավելի լայն են, քան իրականությունը, այսինքն այն ինչ որ տեսնում ես շատ փոքր միջավայր է։ Պատկերացումները մեծ են, հնարավորությունները արդեն քեզնից է հիմնականում կախված, այսինքն ով ցանկանում է ուսումը շարունակել ավելի օրինակ ժուրնալիստիկայի բաժին, չգիտեմ, արևելագիտություն, տարբեր բաժինների մեջ տարբեր մասնագիտություններ, ստիպված լքում է գյուղը։ Իսկ այն մարդը որ ցանկանում է մնալ, այստեղ է շարունակում իրովին գյուղատնտեսության մեջ օրինակ։ Դու ինչ հակումներ ունես, ինչ որ առարկաներ նկատմամբ հատուկ սեր ունես։ Պատմություն։ Պատմություն։ Այո։ Համաշխարհային, հայժող թե ընդհանուր։ Ընդհանուր։ Ղևոնդի երեցին հիշում ես։ Այո։ Ավարայրի ճակատամարտը ընդհանրապես այդ որ ասում էի քրիստոնեությունը չի եղել հայ ժողովրդի պատմության մեջ
որևէ նշանակալից իրադարձություն, որևէ պատերազմ իրեն այնպեսի փուլ, որ հայրենի լինել չլինելու հարցն է եղել, որտեղ եկեղեցին եւ եկեղեցականները ներկա չլինեն։ Բոլոր մեծ ճակատամարտերում, մինչև Սարդարապատ, մինչև Շուշի ազատագրում, մինչև 44-րդ պատերազմ, Քարոզիա պատերազմ, չէ, բոլոր վիճակներում եկեղեցին է եղել։ Այ շինականի, մշակի, գյուղացու կողքին, բոլորի կողքին այդպես։ Վարդանանցքոն եկեղեցի լինի, չէ՞, Վարդանանցքոն իհարկե, Վարդանանցքոն, այ։ Դա պատմությունից բացի էլ ինչ ես սիրում, ինչ առարկա ես սիրում։ Դե առարկանից հետաքրքիր օրինակ մաթեմատիկա։ Այսինքն հաշվարկներ։ Կառավարման սկզբունքային այդ գիտելիքներից մեկը մաթեմատիկան է։ Այսինքն կարողանում ես հաշվարկել կառավարման հիմքը, էլի։ Բայց ինձ հետաքրքրեց, քո նախընտրությունները սովորաբար կամ հումանիտար են ընտրում, կամ բնագիտական համաձայն ես, Աբրահամ։ Հա։ Լասա տեսնեմ, դու էլ մաթեմից ուժեղ ես, չէ՞ ասում ես։ Բա դու ինչ ես ուզում, որ մեծանաս, ինչ դառնաս, ինչ սովորես։ Ես ուզում եմ դառնալ ճարտարապետ դիզայներ։ Ճարտարապետ դիզայներ, վաու։ Հրաշալի։ Դրա համար լավ նկարչություն էլ դի իմանաս։ Նկարում ես։ Մա դու 4-րդ ես փոխվել։ 6-րդ ես փոխվում։ 6-րդ ես փոխվում։ Սերախի շուտ եմ մեծանալ։ Ապրեք ուրախությունով, այո։ Աբուլիկ ջան, չես խմում։ Արազը, հենց այն նույն Արազն է, որի մասին պարոն Զաքարյանը կեսօրին խոսում էր, պատմում էր իրենց հետաքրքիր արկածների մասին, իր Հակոբի, Տիկին Սաթենիկի դպրոցական տարիների, ինչպես 10 այ արկածների գլխավոր հերոսը փաստորեն Արազն էր։ Ես կարող եմ, չէ՞, ձեզ չէ լավ, պարոն Միրզոյան կասեմ։ Ոյ մարդ Արազել ասես կգնի։ Չէ։ Ոնց է ձեր մոտ անցնում կյանքը գյուղում։ Ես նորմալ եմ։ Ոնց պետք է աշխատանք տուն։ Ես դուք 40 մենք հաշվեցինք այսօր 46 տարվա ընկերներ եք։ Հա։ Ու այդ ընկերությունը պահում եք։ Գաղտնիքը ո՞րն է։ Միմյանց սիրել է, անդուրժել է։ Չեք կռվել իրար հետ, ոնց կարաք կռվաշնորհեք։ 10 տարի ավարտել ենք դպրոցը։ 10 տարի եկեք։ 56։ Այդքան ընկերներ են։ Կես դարից ավել ընկերներ եք։ Հա։ Այդ տարբերակ չկա կռված չլինեք իրար հետ։ Լիքը հարցերի վերաբերյալ։ Կռվել ենք, բայց նույնորեն կռիվ չի եղել։ Կռիվ չի։ Եվ այսպես սիրելի հետևորդներ, գիշերը ժամը 1-ն է արդեն։ Վերադառնում ենք Արարատի մարզից, դե քան որ հեռու բնակավայր չի, հեռու մարզ չի, Երևանին կպած է։ Վերադառնում ենք տուն, չհոգնեցինք ամենակարևորը, շատ բան սովորեցինք, շատ բան տեսանք։ Եվ ամենակարևորը եղանք մեր գյուղացու կողքին, խրախոսեցինք նրան լինել ավելի պրոակտիվ, լինել նախաձեռնող, որտեղ էլ մեր ձեռքը հասավ հնարավորության սահմաններում, որպես ուղեղային կենտրոն, որը նաև Հայաստանի տնտեսության հեռանկարի հետ կապված ունի եւ հետազոտությունների եւ ուսումնասիրությունների եւ տեսլական։ Շնորհակալություն նաև Տարոնին, որ ինձ ուղեկցեց այս ընթացքում, շնորհակալություն Genesis Armenia-ի մեր մնացած բոլոր ընկերներին, գաղափարակիցներին, որոնք այս ամբողջ ընթացքում եւ
այս ֆիլմաշարերը կամ հաղորդաշարը ասեմ, կամ նախագծի տարբեր սերիաները մոնտաժում էին եւ տեղադրում համապատասխան սոցիալական ցանցերում։ Հետևեք մեզ, լիահույս եմ առաջիկայում նման հետաքրքիր նախագծերով էլի կլինենք եթերում, կարելի է ասել։ Այնպես որ պինդ եղեք եւ շնորհակալություն։